Բարև ձեզ, սելի ժողովուրդ, եմ ասում ահա եւ ես նորից ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, մի քանի օր լուր էի, ասկիստակով հլը հետեր են տենամ դեպքերը ինչ թար զարգանալի, ոչ որ տենում եմ, ոնց ասել էի, անես գնում ալ, տնտեսական վիճակը օր-օրի ավելի ավատանում, Եվրոպան, ոնց հասկանում ենք, ձեր ապրանքներին չի սպասում, սոխ, մոխ, ինչ մնացել է միրգ եւ այլն գյուղացիների վրա, հենց իրանք էլ պիտի ուտեն, իսկ այն մարդիկ, ովքեր նիկուլ են ընտրել կամ տաշի եւ այլն, պիտի լափեն, ոչ թե ընտրեն։ Այսօր իմանում եմ, որ ընկեր Նիկոլը, ընկեր կառավարությունը ասում է, պիտի մարզպետարանները լուծարենք։ Իսկ այդպես ծրագիր, այդպես կետ ուներ միայն Վարդան Ղուկասյանը, որի մասին հայտարարել է դեռ 2 տարի առաջ, որ մարզպետարանները ավելորդ հիմնադրություններ են, որոնք պիտի լուծարվեն։ Եվ միայն իմ ծրագրից 2 տարի հետո ընկեր Նիկոլը հելավ հայտարարեց, որ այսօր որոշում կայացել, որ մարզպետարանները պիտի լուծարվեն, որովհետև ավելորդ հիմնարկը, ավելորդ թողամսխան։ Հələ դաժե մենք ասել ենք, որ գյուղերում այլևս գյուղապետ չպիտի ընտրվի, այլ պիտի գյուղապետ նշանակվի։ Որպեսզի նշել են, եթե մի մարդիկ, չգիտեմ, մի ընտանի գյուղում 1000 հոգի են, անընդհատ 20-30 տարի ֆեոդալական դարերի նման մի ընտանիքը իշխի։ Կամաց Վարդան Ղուկասյանի ծրագիրը վեկալում են ընկեր նիկոլականները, ձեր հետ անենց իրականացնում են։ Ընկեր տաշիրականներն էլ ընկել են տուն-տեղ են բաժանում ամեն 5-րդ երեխին եւ այլն գյուղ դες դեն չհասկանալով, որ այսօր որ Նիկոլ արտադրվեց, դա տաշիրականների մեղքով էր, դա ռոբիկականների մեղքով էր, դա բոզի տղա դոդի գագոյի մեղքով էր, որ նորից Նիկոլն արտադրվավ։ Իրանց փողերով, իրանց ամեն ինչով, Նիկոլը իր վարչական ռեսուրսով։ Հիմա էլ ընկել են փողոց, էսի չեն կարամուծենք, ինի չեն կարամուծենք, ինի չեն կարամ, բա որ չեք կարամուծենք Նիկոլ Խեյկանդրան։ Այդքանից հետո այն հարևան երկիր Թուրքիան էլ ընդդրահել է ասում, մենք մեր հարաբերությունները կլավացնենք, եթե ասեք այն ինչ որ ասում Ադրբեջանը, ուզում Ադրբեջանը, մի անգամից գնացեք մտեք Ադրբեջանի կազմի մեջ, այն Նախիջևանի նման, դարեք ինքնավար մարզ ու ապրեք, ընկեր Հայաստանի ժողովրդի մեծամասնություն։ Ես ձեր լուր հետևում եմ, այսպես դանդաղ սատկեք, քայքայվեք, ընկեր նիկոլականներ, ընկեր փողով ընտրողներ, որ դուք հասկանաք եւ ընտրատեղամաս չգնացողներ, որ չի կարելի մնալ այս աստիճան անտարբեր սեփական երկրի նկատմամբ հասկացանք թքած ունեք երկրի վրան, բայց դուք ձեր սեփական ճակատագրի նկատմամբ լինել եսքան անտարբեր ու ինչ-որ մի հատ մայկա Ռուսիկ լիպչիկ շալվարի խաթեր գնալ ընտրել օլիգարխ, գնալ ընտրել Նիկոլ, վերջում էլ ասել վա, ես ինչ է լավ, մեր միրգը մնաց, իմ ասածները հատիկ լինելու է, դուք ձեր միրգը չեք ուտելու, Եվրոպան ձեզ չի ընդունելու երբեք, մոռացեք, այս 8 տարի ես ասում եմ, սովորեք ուրիշի սխալի վրան, Վրաստանը 20 տարի գնաց Եվրոպա, վերջում թքեց ամեն ինչի վրան, հետարավ ասեց դու էլ մեռնես, քո Եվրոպան էլ վրան։ Այդ դու սխալը կրկնում է այսօր Հայաստանը, բռնել այդ ուղղությունը գնում է, որ նույնը ալի իր հետ։ Վայելեք, տեսեք, ձեր մաշկի վրա զգացեք, մինչև տենանք վերջը ինչա ըլլեմ, բայց վերջը ես ոչ մի լավ բան չեմ տենում, ասել եմ, այս իշխանությունը գոյացվի լավագույն դեպքում 1 տարի։ Սա է ուզում ասացել էի, ինչ ասեմ, շարունակեք յոլա գնալ այս իրավիճակից, մինչև տենանք ինչա ըլլեմ, այսքանը, հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Ուրեմն ես նորից պիտի արտահայտվեմ կապված էտա գագոյ, բոզի տղա գագոյ, առած հայտարարության հետ, որ կանդալները ձեռն ասում է փուչիկա, ժողովուրդ ջան։ Հիմա ես ուզում եմ հարցը, ախր գիտեք ինչ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ դադախազությունը իր տեղում չի։ Ես հայն ասել եմ, քչական, մճական եւ այլն, խոսնակնի եւ այլն, որ հլեն մի հատ ասեք նույն, հիմա ես հլնեի գլխավոր դատախազը, բոզի տղետ հլեն ասել փուչիկա, ես դե ասել հլեն մի հատ լսիլը։ Այ բոզի տղա, փուչիկը որն է։ Կնի բռնաբարիչ, խմբակային բռնաբարություն, դու միլիցիայի աշխատող ես, էդի փուչիկ է լավ։ Ռուս զինվորականների նախանիկները ջուլին փուչիկ ես։ Բանը անունի չա, բոզի տղա նվերիկըտ մարդ խփեց, սպանեց, Աբովյանի մեջտեղ փուչիկ ես։ Կնանիքին աչուծա աղջկեքին խախտի տղետ, նվերիկըտ բռնաբարում է, փուչիկա, են իմբիցիլ մյուս բոզի տղեն, որը որ բանակ չի գնացել, փուչիկա, նվերիկը բանակ չի գնացել, փուչիկա, են
Եղվարսի ուռոդին, որ Վովա Գասպարյանի լրթի վրա խրտնգել էր, փախցրեցիք տարակ, դու բանը Վովա, այսինքն Վովայի տղեն եւ քո տղեն առևանգեցիք, խոշտանգեցիք, փուչիկա։ Մարդկանց ունեցվածքը ձեռերից խլմես, փուչիկա։ Բանը ընտրակաշատ բաժանելը, փուչիկա։ 190 հատ կենթանի ես ջուլե, տանդ պատերի մեջ կարմիր գրքում գրանցված խփել ես, որ քաչի գոշիկը գան ասեն, «Это вишо убивали», դու էլ ասես, «Это сделали», «Это պարտանաս փուչիկա», «Էշին արյուզների վանաքցի սազից բոզի տղա, նայում էր ոնց էր հոշոտում փուչիկա», մարդկանց բռնկցում էր քո վակրերի ու արյուզ վանդակը, փուչիկա, ախանիկներդ մարդկանց վեկանում տանում էին, այգիներում ծեցում, խոշտանգում, վրեն շռում, ստանում, մորթում, տանը տարածքում թաղում, փուչիկա, այդ սաղ փուչիկա, այդ քու լավը քունեն ես, թե փուչիկա դու ես, փուչիկը որն այդքան կապիտալ, այդքան բիզնես, այդքան հյուրանոց 70 օբյեկտ եւ այլ, այդ ոնց քեզի որտեղ ասма հարցակում ասկսել խոշոր բիզնեսմենների վրա, դրանք այդպես բան ասում, որ դա նավանում է խոշոր բիզնեսմեն, ինքը խոշոր բոզի տղայալ։ Դա խոշոր հանցագործ է, դա խոշոր բիզնեսմեն չի, որը պիտի վաղուց տասնամյակներ առաջ դեռ կալանավորված եւ դատապարտված լիներ, բազմաթիվ ընտանիքներ կործանելու, մարդկանց սպանելու, առևանգելու, խոշտանգելու, փողեր լվանալու, հարկեր չվճարելու եւ նմանատիպ այլ մեղադրանքներով, բայց բոզի տղեն մշտապես մնացել է ազատության մեջ, որովհետեւ միշտ պարլամենտում եղել է խաղացող գործոն, մտել է միշտ հանդես եկել որպես ընդդիմություն, իբր թե ճակերտավոր, վերջում գնաց է մտել Սերժի Ձվերյանքը, Քոչարյանի Ձվերյանքը, ինքն իր բիզնեսն արել, ապահով նստել է։ Օլիմպիական կոմիտե ղեկավարել է։ Մի երկու անգամ փորձեց թփրտալ, խնամին ասեց պիտի բամփեն գլխին, որ վերեն գնի տեղը, բամփին գլխին, Գասպարյան Վովա խեռը հանեց, կողեց բենի մեջ, ծիծեռնակաբերդից միջև եսին որտեղ գլարեց, վերեն գավ տեղը։ Էսա երևույթը այսօր հելել են ասում են բիզնեսմեն նա խոշոր, ի՞նչն է նա խոշոր հանցագործ է, նա խոշոր մարդասպան է, ի՞նչն է նրա խոշոր բիզնեսմեն, ի՞նչն է խոշոր, այ բոզի տղեկ, ի՞նչն է խոշոր բանը բիզնեսմեն, դատախազ չկա, դատախազություն իա տեղում չի, ասան իա տեղում, որտես ատեսոր իմ հալն խոսում են, որ շակի խախպի ծնուգներ, դրս պետք է բռնեն, բերեց դրանց էլ պագեն, օրինակ, ինձ որ մեկ ասում են, Պարոն Ղուկասյան, դուք ո՞ց պիտի անեք, որ կոռուպցիայի վերջը տա։ Պարոն Ղուկասյանն ասում է, բոլոր կոռուպցիոներներին բռնում գնդակը հարում ես, դրանց թաղման նեկասներին ես բռնում գնդակը հարում եւ կոռուպցիան վերջանում է։ Բարձ։ Կարճ կոնկրետ հստակ ճանապարհ։ Ուրիշ մեծոց գոյություն չունի։ Հիմա այսօր դերաշղթաների մեջ ասում է փուչիկը որն է։ Փուչիկը որն է։ Բոզի տղա փուչիկը որն է։ Այդքան կենթանու խրտվիլակ, դու բնությանը մի կոպեկի օգուտ տված կաս, այ բոզի տղա, բացի բնությունից սկսած քանդե ծծրտել ես, մարդկությունից քանդե ծծրտել ես, ինչքան մարդկանց ձեռից իրանց վերջի տունը խլեցիր, ինչքան մարդկանց ձեռից իրանց բիզնեսները խլեցիր, իրանց հողերը խլեցիր, վարդենից իս բռնած միջև Երևան, ու այդքան հետո լմասում է փուչիկով, Բոզի տղա չի, բա ինչ հլա փուչիկա, փուչիկ տղետ ուրա, քուն է փուչիկ տղուտ լավի բերանը, ուրա փուչիկ տղեկըտ, որ բանակ չեն ծռայ դայլա փուչիկ, զինվորական դատախազությունը, ես պահանջում եմ, որ զինվորական դատախազությունը հետ հիմա է դրեն իմբիցիլ փոքր տղու գլխի պիտի խփի վեկալիտանի կծի բերդ, ոչ թե բանակ, բերդ, բանակից խուսափելու համար, բոլորին բժիշկները, որոնք դրան ազատել են, դրա բջի վաստակներից, բոլորին կալանավորել կողել բերդ, դատել պիտի եթան, այդպես պիտի լինի կոռուպցիայի դեմ պայքարը եւ այսանից ու ինքը այլևս արևերեսը չպիտի տենա ընկեր գլխավոր դատախազուհի ընկեր քնչական ու մկաչը ես մի շռը գլող արևերես այս քարակոսի արև միջև կյանքի վերջը ով եւ պիտի գնալ բոլորի հետևից Են գազի վարդան, լֆիկ, մֆիկ, ծո չգիտեմ ընձելով կա, արդեն քոչո, մոչոլ, տաշիր, մաշիր այդ հացաբուրտեղ են, բոլորի պիտի հավքել, բոլորին, եթե կոռուպցիայի դեմ պայքարը է տա։ Ու եթե հիմա հանկարծ սա փորձեց դուրս գալ ազատություն, ես չգիտեմ ինչ եմ անելու գլխավոր դատախազի հետ, դատարանի հետ եւ քնչականի ասել։ Եթե սա հանկարծ հելավ դուրս Ես ձեր տուն ու տեղը կհանեմ կդնեմ հրապարակի բաննեշ տեղը, փուչիկ ասեմ բոզի տղա, ղախպի տղա մարալիք, փուչիկա, տենակ, հետևենք ձերքերի հետակազարգացություններին, հետևենք, այս կանը։